Սկսես դու թե ես։ Չէ, դու։ Ինչի։ Չեմ ուզում։ Ինչ է Մի հատ նախադասություն տեսեցի, ցավս գալիս։ Այդ նախադասության վրա։ Մինչ Անուշը բարի լույս եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, հարգելի ստետողներ, մինչ Անուշը կհանգստանա, դու ներկուստ ես, դու արտաքինով ես։ Ես կան մարդիկ օրինակ, որոնք ծիծաղում են, բայց ես նայում ես դեմքերին, չես հասկանում, որ այդ մարդը ուրախ է։ Հոգու խորքում հրհրում է, բայց դեմքի վրա ոչ մի բան չի փոխվում։ Մեր հյուրերը արդեն տաղավարում են, բայց աշխարհի վերջի մասին բազմիցս լսել եմ ինչ-որ թվականներին, բայց որ աշխարհը կարող է սկսվել որևէ տեղ։ Աշխարհը որևէ տեղից է սկսել, գրված է այդպես։ Այդ ամենը մեր հյուրերի հետ բնականաբար կապ չունի, այն ինչի վրա հիմա ծիծաղում է Անուշը, ներքուստ, իսկ կապ ունեն մեր հյուրերի հետ այն պարագաները, այն հատվածները, հիմա դուք էկրանին տեսնում եք, թե ինչ է լինելու սա ամբողջովին պատկերը շատ շուտով կտեսնեք եւ կհասկանաք, թե ինչով են կապված այն իրերը, որոնք մեր տաղավարում են, մեր հյուրերի հետ իմ ներկայացնելուց հետո, բնականաբար այդ ամենը մենք կհասկանանք։ Եվ այսպես, մեր հյուրերն են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, բարի լույս, Արման, եւ երգիչ Սար Սարգսյանը, բարի լույս, Սար ջան։ Այ հիմա արդեն ամեն ինչ տեղի եկավ, երբ որ հերոստատողները հասկացան, թե ինչպես լցվեց մեր տաղավարը բազմաթիվ մրցանակներով, այո։ Արմեն ջան, ես չգիտեմ, յուրաքանչյուր ինտենսիտետի առանձին անդրադառնանք մոտ ժամ ու կես ժամանակ պետք է կլինի, ինձ թվում է։ Բայց արի սկսենք ընդհանրապես ամենասկզբից, այո, այն անձնավորությունները, ովքեր որ չհասկացան, սա ինչ ասոցիացիա է, ես կընտրեմ թվականակները բացես։ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան ստեղծվել է 2014 թվականին, սեպտեմբերի 1-ին, իր նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանում, գրանցված է նաև պետական ռեգիստրում եւ հարկայինի համար ասացի, որ ամենից նորմալ է, շատ հարցեր են ծագում։ Մի պահ է որ շատ լուրջ անդրադարձավ, ամենից նորմալ։ Եվ ասոցիացիան զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով, ներկայացնում է ուրեմն Հայաստանի երգիչ-երգչուհիներին, լավագույն երգիչ-երգչուհիներին ներկայացնում է արտերկրում կազմակերպող միջազգային լուրջ մրցույթ փառատոներին։ Ոչ միայն երգիչներին, նաև պարային խմբերին, նաև երաժիշտներին։ Այսինքն ասոցիացիան, որպեսզի sense ամփոփենք, հնարավորություն է ստեղծում այս կամ այն երգչին։ Իսկ երգիչներին դուք եք ընտրում, թե ձեզ կարող են դիմել պարային ասոցիացիային դիմում են, մեզ ընտրում են, մենք անցկացնում ենք ուրեմն տեսանյութերով կաստինգներ եւ արդեն հասկանում եք արժե աշխատել այս երգչի, որովհետեւ արդեն 2 տարի է, համարյա 2 տարի դեռ չի լրացել եւ արդեն ունենք 17 առաջի մրցանակ, 10 Grand-Prix եւ ընդամենը 2 երկրորդ տեղ։ Մենք միանգամից մի պահ բաց թողեցիք մի ժամանակահատվածը, այսինքն դու ասացիր թե ինչպես են ընտրվում երգիչ-երգիչները ու միանգամից թե ինչ են այնտեղից բերում իրենց։ Ես որպեսզի հետո անհիմն չհնչի, հարցը ուզում եմ հիմա հարցնել։ Ենթադրենք, եթե երգիչը դեռ նոր է, սկսնակ է եւ նրան հանրությունը չի ճանաչում, դուք նրա հետ աշխատում եք, թե միայն կայացած։ Այսպես ասած, նոր երգիչ։ Հայաստանի պայմաններում այո։ Հայաստանից դուրս դեռ ոչ, որտեղ արտասահմանում, քանի որ նրանք շատ լուրջ միջազգային մրցույթներ են, արդեն պետք է ներկայացնել կայացած լուրջ երգչի, որ արդեն նա հաղթանակով էր ադառնալ, որ այնպեսի չէ, որ ընդամենը ոնց որ տենց լոզունգ կա, մասնակցությունը արդեն հաղթանակ է։ Մենք գնում ենք միայն հաղթելու։ Հայաստանի դրոշը բարձր պայման։ Դուք աշխատում եք այն երգիչ-երգչուհիների հետ, ում մեջ տեսնում եք պոտենցիալ եւ որ այս կամ այն անձնավորությունը կարող է այնտեղից հաղթանակով։ Ինչ որ չափով արդեն համոզված ենք լինում, որ ներկայացնելուց հաղթանակով կամ որևէ մրցանակային տեղով կվերադառնա երգիչը։ Լավ, ինչ վերաբերվում է Սարին, այ ձեր համագործակցությունը ինչպես։ Մենք Սարի հետ համագործակցում ենք մի տարի, տարուց մի քիչ ավել, եւ այս մի տարվա ընթացքում Սարը շատ մեծ հաջողությունների է հասել։ Ասոցիացիան ներկայացրել է ուրեմն մարտ ամսին 2015-ին, որտեղ սկսում է մեր տարին։ Այդ քաղաքից են որ ինֆորմացիա։ Այո, 2015 թվականը սկսվել է Բուլղարիայում։ Բուլղարիա։ Սկսվել է Սարի։ Ձեզ համար Բուլղարիայում, Սարը։ Շնորհակալ ենք ձեզ։ Սոֆիայում ուրեմն տեղի ունեցավ իսպանական երգի բարի միջազգային մրցույթ Աբանիկո անունով։ Ուրեմն Սարը մասնակցեց, ներկայացրեց եւ Հայաստանը եւ Արցախը, քանի որ նա ծնունդով Արցախից է, ներկայացավ 2 դրոշի տակ։ Դեռ իր ամոթ չի անցել, Անուշի ուշադրություն։ Ես եմ ուրեմն հրավիրված եի որպես ժյուրի անդամ, սակայն այդ ժամանակ գտնվում էի Ղազախստանում, ժյուրի նախագահը չկարողացա մեկնել Բուլղարիա, Սարիբեկը մեկնեց մենակ։
Բայց ամենակել, բայց ոչինչ չխանգարեց, որ այո, գրավի մրցանակը ամբողջ ուրեմն մրցույթի։ Իսկ քանի երկիր էր մասնակցում այդ մրցույթին։ Արդեն սարքա ինչպես էր։ Արդեն բավականին երկար ժամանակ անցել, համարյա մի տարի, 10-ից ավելի երկրներ էին ու բավականին շատ մասնակիցներ։ Դժվար էր, թե տենց դժվար ասած մրցակից շատ թույլ էին նրանք։ Չէ, կային, մի քիչ ասենք սխալ կլներ, կային, ուղղակի հարցը նրա մեջ էր, որ միանգամից մենակ հիմնականում իմիջիալոց ասեմ, որ նման մրցույթների գալիս են բավականին մեծ պատվիրակություններով։ Իսկ դուք ոնց որ դրոշով, երկու դրոշով են էլ։ Այո, մի քիչ ասենք մենակ ու կարելի ասել առաջին մրցույթներ, չնայած մինչև այդ արդեն 14 թվականին ունեի իմ առաջին Գրանպրին Վարշավայից, Աննա Գերմանիա անվան մրցույթին։ Չէ, այստեղ չկա, այստեղ բերել ենք միայն 2015 թվականի մրցույթները, այո, եւ արդեն համագործակցությունը ասոցիացիայի հետ կապված։ Այստեղ ուղղակի առաջին համագործակցությունը սկսվեց Աբանիկով Սոֆիայից Գրանպրի մրցանակը, հետո արդեն Իտալիայում եկած շարունակություն ունեցավ Խորուսին սայթ մրցույթին, որը այնտեղից ինչ բերեցիք։ Այնտեղ բերեցի 2 ոսկի մեդալ։ Այս ոսկի է, մի րոպե։ Այո։ Այս մեկը կապած է, չկապած։ Դասա ոսկին բերել են ու կապել են։ Իտալիայից հարված են։ 2 ոսկի մեդալը եւ այնտեղ մասնակցել եմ 2 նոմինացիաներում արդեն էստրադային եւ ակադեմիական ժանրերում, 2 նոմինացիաներում արժանացել եմ ոսկի մեդալի, իսկ էստրադայում արժանացել եմ նաեւ գավաթի, որպես իմ նոմինացիայի ամենաբարձր վալերը։ Սա ընդհատեմ, ինչ կատարումներ էր հնչում, այսինքն այդ կատարումները նոր էին, հատուկ գրված էին այդ ուրեմն փառատոների մրցույթների համար, թե արդեն հնչած։ Ուրեմն հիմա ես կասեմ, ասեմ, որ ես ինքս ունեմ ակադեմիական կրթություն եւ բավականին երկար այսպես ասած նախապատմություն կրթության հետ կապված երաժշտական ուսումնարան, երաժշտական դպրոց, որը Արցախում եմ ստացել այդ կրթությունները, հետո արդեն կոնսերվատորիայից Երևանի պետական կոնսերվատորիայի մասին է խոսքը, հետո արդեն ասպիրանտուրան եմ ավարտել, բայց այնպես ստացվեց, որ գործունեություն սկսեցի ծավալել զուգահեռ 2 այսպես ասած ժանրային ասպարեզներում եւ էստրադայում եւ ակադեմիական ելույթներ, որոնք գրում են համերգային բնույթի ելույթներ են։ Ասեմ, որ էստրադա ասվածը այսօրվա փոփ երգեցողությունը չի, դա դասական էստրադայի մասին է խոսքը, որ այսօր ընդունված է ասել որպես classical crossover ժանր, այսինքն ժանրային միախառնած այդ տարբերակը, որը շատ սիրված ու ընդունված էր սովետական տարիներին։ Դուք որ ժանրին եք ավելի կողմնորոշումը տալիս ձեր։ Ես երկուսն էլ զուգահեռ նախապատվությունը տալիս եմ, այո, քանի որ հետո այս մրցույթներն էլ ինձ այսպես ասած համոզեցին, որ երկու ուղղություններում էլ կարող եմ որովհետև եթե դու հաղթող ես, հաղթանակով ես վերադառնում, բնականաբար այդ ամենը ստիպում է, որպեսզի դու շարունակես այդ ոճը։ Ու ասենք, որ ստիմուլ է տալի, հա, շատ մեծ այդ։ Այո, բացի դրանից էլ ասենք բնականաբար ակադեմիական կրթությունն ու ոճը ավելի շատ օգնում է էստրադայում, այնտեղ արդեն անելու բան չկա այդքան։ Ավելի պրոֆեսիոնալ եք, մնում է։ Այո, մեր նախորդ հյուրերի հետ, օրինակ մենք այդ թեմային անդրադարձանք, կա ժանր երաժշտության կամ կան ժանրեր, որոնք շատ հայտնի են եւ շատ սիրված են Եվրոպայում, օրինակի համար, հա, բայց այստեղ չգիտես ինչու ոչ խոսացվում է այդ ժանրի մասին, ոչ ցուցադրվում են երգեր, տեսահոլովակներ եւ այլ եւ այլ։ Այ մենք հիմա խոսում ենք նաեւ այն ժանրի մասին, որը որ պոպուլյար չէ Հայաստանում։ Իմիջիալոց հենց դրան է ուզում բայց մեր ներկայացուցիչները գնում են եւ այդ ժանրում հաղթող են դուրս գալի, բերում են իրենց այդ մրցանակներ։ Այ աբսուրդ չի մի քիչ, թվում է որ ստեղ պոպուլյար չէ, բայց մենք հաղթում ենք դուրսը։ Գիտեք, շատ հետաքրքիր բան կա։ Ես էլ ասենք առաջին անգամ որ նոր սկսեցի դուրսը ներկայացնել, այսպես ասած իմ էստրադային տարբերակը, ես մտավախություն ունեի, որ դա դրսում նույնպես ընդունված ու ֆորմատային չի, որը ասվում է Հայաստանում։ Որտեվ նախքան մրցույթներ ու փառատոների մասնակցելը ես այս իմ էստրադային ժանրը, որը ստեղծեցի, փորձեցի ստեղծել, սկսել եմ այդ դրանով զբաղվել Հայաստանում։ Տեսահոլովակներ եմ նկարահանել, փորձել եմ ներկայացնել ռադիոներ եւ այլ եւ այլ։ Ամենտեղ իմ այդ ստեղծած ուղղությունը խորթ երևաց,
ու մի տեսակ ամենտեղ, չգիտեմ, ինչու ասում են, որ դա ոչ ֆորմատային է։ Հայաստանի մասին է։ Ոչ ֆորմատային։ Ոչ ֆորմատային։ Ակադեմիական հետ։ Հա, ու արդեն իսկ ես արդեն դրսում ներկայացնելով այդ էստրադան, որը ներկայանում դասական էստրադայի մասին է խոսքը, հասկացա, որ բոլոր ժանրերն ու ուղղությունները, որը ասենք մտնում է էստրադայի մեջ, գերագնահատում են մանավանդ Եվրոպան, նախապատվությունը տալիս են հենց այդ ժանրին, այդ դասական էստրադային, որով ներկայանում եմ ես այսպես ասած։ Ու դրա համար օրինակ Իտալիան, նույնպես ես ասում երկու նոմինացիաներում մասնակցեցի, էստրադա նոմինացիայի մեջ կատարվում էր եւ ջազ կատարումներ, եւ փոփ, եւ բլյուզ ամեն ինչ։ Իսկ լեզուն անգլերեն, հայերեն, թե իմ կոնկրետ կատարումները, իտալերեն կատարումները, ու ռուսական, հայերեն նաև հայերեն։ Այո, անպայման մրցույթներ կան, որոնք իրենց պահանջում են երևի, առաջին երկրի քո երկրի կատարումը, երկրորդ արդեն ազատ ընտրություն։ Այո, ասենք եթե ներկայանալի է լինում քո երկրի կատարում էստրադայում, բնական նախապատվություն օրինակ ես տալիս եմ Բաբաջանյանի ստեղծագործություններին, որտեղ ավելի հարազատ, ավելի բան կա ցույց տալու, ավելի բան կա երգելու, վերջի վերջո։ Արմեն, այսպեսի մի հարց, եթե մենք համատենք մրցույթների լրջությունը, հա, այ օրինակ մենք գիտենք մրցույթներ Եվրատեսիլ, նոր ալիք մրցույթը, որը Յուրմլայում է տեղ ունենում յուրաքանչյուր տարի, բնականաբար այնտեղ հնչում են հնչում է ավելի շատ պոպ երաժշտություն, իսկ Եվրատեսիլում չգիտեմ արդեն ինչ երաժշտություն է հնչում, որովհետև թվում է, որ լավ կատարում է, լավ անձնակազմ է, բայց այն երկիրը, որը որ ներկայացնում է այդ անձնակազմը կամ այդ երկչույն, իրենք հենց ի սկզբանե գիտեն, որ չեն հաղթելու։ Իրենք ուղղակի եկել են եւ ներկայանում են լավ որակյալ երաժշտությունով։ Իսկ հաղթում է չգիտեմ ինչը, ոչ թե ով, չգիտեն ինչն է։ Այո։ Բայց այդ մրցույթների մասին խոսում են ամբողջ աշխարհում եւ մեկ անգամ Երևանում այդտեղ ու դառնում է հայտնի։ Շատ մեծ ֆինանսավորություն ունեն, իրանք անդադ էկրանների մեջ են, իրանք բարբերաբար բոլոր երկրները տեղեկացված են, անդադ նայում են հեռուստատեսությամբ, գիտեն, իսկ մրցույթներ կան, որտեղ որ մենք ենք ներկայանում, ես որպես ժյուրի անդամ եւ մեր երկիչները ներկայանում որպես մասնակից, որակային առումով տեխնիկապես շատ ավելի բարձր են, քան նույն Եվրոտեսիլը, նույն նորալիքը։ Բայց դրա մասին չգիտես ինչու այստեղ ինչ է խոսում։ Այդ մեծ գումարները իրանք չունեն, որ ունենան այտենց մեծ ճոխ բեմեր, մեծ լուսային էֆեկտներ, այդ նկարանումներ, այդ տրանսլյացիաներ, իրանք այդ հովանավորությունը չունեն։ Այսինքն պետությունը ինչ որ հարցով օգնում է, բայց այդ կարգի չէ, ոնց որ ասենք Եվրոտեսիլը, բացի դրանից Եվրոտեսիլը քանի տարվա պատմություն ունի, 30 տարվա պատմություն ունի արդեն։ Դա էլ կապ ունի փաստորեն։ Ուղղակի ասենք այս մրցույթներն էլ որ ասենք քիչ հայտնի են, բայց այդտեղ ամենտեղ հիմնականում պրոֆեսիոնալ ժյուրի են նստած։ Այսինքն մասնագետներ եւ վոկալի հետ կապված, եւ բարի հետ կապված, եւ մնացած բոլոր այդ ամեն ինչի Այսինքն դուք գիտեք, որ ձեզ գնահատողը պրոֆեսիոնալ է նայում։ Սարիբեկը երբ որ Իտալիայում մասնակցում է ժյուրիի նախագահն ու Լա Սկալայի օպերայի տնօրենն է նստած, ասենք այդ կարգի մրցույթը։ Ու արդեն դու Հա, մեզ մոտ էլ է այդպես։ Եթե այո։ Համարյա։ 2015 թվականը, ինչպես տեսնում ենք, շատ բուռն է եղել եւ հիմնականում հաղթանակներով է, հա։ Ասացեք, խնդրեմ, մի հումորային հարց, որտեղից է սկսվելու 2016 թվականը։ Սկսվել է, արդեն սկսվել է։ Իսպանիայից կրկին մասնակցել, ուրեմն Լորետ դե Մար քաղաքում, Իսպանիայի կայացավ Grand Fiesta մեծ միջազգային մրցույթ, որը կազմակերպել էր Fiesta-Lonia կազմակերպությունը, Սարը կրկին մասնակցեց եւ երկու նոմինացիաներում Այստեղ արդեն ֆոլկլոր է, սա ֆոլկլոր եւ էստրադային մասնակցեցի, ֆոլկլորն առաջին տեղ մրցանակին արժանացա, իսկ էստրադայով արժանացա մրցույթի Grand Prix-ին։ Հունվարի 3-ից 6-ին, մինչև այս տարի։ Հասկանալ, եթե դուք հանկարծ մի օր Աստված մի արածե, հա, բայց ինչ որ մրցանակի չարժանանակ ինչ է տեղի ունենալու, որտեղ դուք սովոր չեք։ Հետ չի գա, Իսիան ասել, որ Grand Prix չեղավ, հետ չգաս։ Այսպես դաժան է դրված։ Պատասխանատվությունը մեծ է, դրա համար ասենք Իսպանիայում նաև Ադրբեջանից մեծ խումբ էր մասնակցում, Սարի հետ միասին մրցակցում էին։ Այսինքն Սարը մեծ պատվիրակություն էր։ Այլոց Իսպանիան էլ մենակ ուղարկեցին ինձ այդ մեծ մեծ ադրբեջանական բանակին։ Հիմա ժամանակն է եկել, որպեսզի վստահ են ձեզ վրա, որ դուք միայնակ են միշտ ուղարկում։ Գիտես ոնց արդեն հերիք եղավ, բոլ եղավ տարբերակներ։ Հիմա ժամանակն է, որպեսզի Սարջան դու չէ, ես քո տեղը հիմա այդ հարցը կտամ մեր հյուրին, հա, Արմանին։ Արման ջան, մարդը իր հաշվին
Չսկսենք այդտեղից։ Միայնակ, մենակով, առանց պատվիրակության հասնում է Իսպանիա, մյուս երկրներ, հա, հաղթանակով վերադառնում է, մրցակցելով այնպիսի պատվիրակությունների հետ, ինչպիսին մեր հարևան երկրի անունը չեմ ուզում տան ում հետ։ Իր օգուտը ի՞նչն է։ Այս մրցանակով նա եկավ։ Հաղթանակը։ Մեջը գումար դրվում է, թե ուղղակի մրցանակը տալիս են, ասում են Սարժան, շնորհավոր։ Նայած մրցույթներ կան, որտեղ որ այո, Գրանպրին դրամական Ես հասկանում քո օգուտը որն է, այսինքն կազմակերպությունը բնականաբար։ Իմ օգուտը, ես ասենց ասեմ, երևի ասենք շատ մարդկանց համար դա մի քիչ անհասկանալի ոչ թե իմ ինչ որ դրամական օգուտի համար, այլ աշխատում եմ մեր ազգի պատիվը բարձր պահեմ եւ մեր մշակույթը բարձր պահենք արտերկրում։ Դրանով իսկ ճանաչել տանք մեր երկիրը, մեր երկրի պատմությունը եւ գնահատված եք դեռ եթե չեք հոգնել այդ։ Ես արտասահմանում շատ գնահատված եմ, ինձ շատ բարձր են դասում գնահատում, ստեղ են։ Ուղղակի այն ինչ որ անում եմ ես ստեղ, եթե ես անեի արտերկրում, ես ավելի, չգիտեմ, ինչի կհասնեի այնտեղ։ Իմիջիայլոց մրցույթներ կան, որ հենց ասոցիացիան առաջին անգամ ներկայացրել Հայաստանը այս մրցույթներին, որ երկրներ կան, որ Հայաստանի մասին անգամ չգիտեն կամ ուրիշ կարծիքներ ունեն առևտուր եւ այլն։ Սահմանում եմ, որ Հայաստանը ի վիճակի է մասնակից ուղարկելու նման մրցույթի։ Նույնիսկ այդպես։ Որտեղ չգիտեմ Հայաստանի մասին ինչ պատկերացում ունեն իրենց երկրներում։ Նույն Իտալիան, նույն Իսպանիան։ Դե չէ, երկիր կա նույնիսկ չի լսել։ Երկիր է, հնարավորություն չունի մասնակիցներ ուղարկելու արտերկիր որևէ մրցույթների ու զարմանում եմ, որ գալիս են մեր հայերը Գրանպրիով վերադառնում են Հայաստան։ Արման, մի հարցել այս մրցանակի մասին։ Այս մրցանակը ես ստացա նոյեմբեր ամսին Սանկտ Պետերբուրգում։ Մի հատ գեղեցկություն է, էլի խնդրում եմ ֆիքսեք։ Մարտյան խաչ, արվեստի մեջ բարձր ներդրման, այո։ Դե ռուսները Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից։ Հələ նայեք ինչ հզոր, շատ գեղեցիկ է։ Եվ վերջերս տեղեկացա արվեստի մեջ բարձր ներդրման համար։ Բարձր ներդրման։ Այդ որոքուց չունեմ այդ դրա համար։ Հասկացա։ Փորձում ենք մեր արվեստ, ես ոչ թե միայն աշխատում եմ մեր հայ երկիչների հետ, ես աշխատում եմ նաև օտարազգյա, ուրեմն ներկայացուցիչների հետ։ Մալտայից ունենք երկչուհի, որոնց այսինքն այդ Մալտայի երկչույն օրինակ համար ընդգրկված է այո ասոցիացիայի մեջ ներկայացել են Գերմանիայում Եվրոպոպ կոնտեստ մրցույթին նոյեմբեր ամսին, որտեղ ինքը գրավեց Գրանպրի մրցանակը։ Բայց ինքը բնակվում է Մալտայում։ Բայց ինքը բնակվում է Մալտայում։ Մեր ասոցիացիան ուրեմն 60 երկրներում ունի իր ճյուղերը, մասնաճյուղերը, ներկայացուցիչները։ Ունենք 4000-ից ավել անդամ ասոցիացիայում։ Դրանք պարային խմբեր են, դրանք երաժիշտներ են, դրանք երգիչներ են։ Բայց ծավալը ու քանակը առավել մենք հովանավորչություն չունենք ու միակ միջազգային ուրեմն ասոցիացիան է, որի համար անդամության համար ոչ մեկ ոչ մի բան չի վճարում։ Ոչ մի բան պետք չի վճարել, որպեսզի դառնան անդամ։ Այո, մենք մեր կայքը ունենք, որտեղ որ բոլոր նորությունները տեղադրվում են, բոլոր ուրեմն երկրների պատվիրակությունները կան։ Ես մի առաջարկ ունեմ, պետք չի միայն ֆիքսվել երկչույների եւ պարային ինչ-որ խմբերի վրա, հա։ Ես առաջարկում եմ նաև մի ճյուղ բացենք, նոր ճյուղ վարողների ասոցիացիա։ Ինչի՞ չէ, կարելի է։ Որովհետև յուրաքանչյուր մրցույթ, իհարկե, յուրաքանչյուր մրցույթ արվեստ է։ Բնականաբար, լավագույնը ոնց որ, չէ՞։ Իմիջիայլոց ասոցիացիան նաև Հայաստանում մրցույթ կազմակերպում տարին մի անգամ միջազգային մրցույթ, որտեղ Կովկասի առաջ նույնպես քիչ խոսվում է այդ մրցույթի մասին, բայց այնքան մեծ աշխարհագրություն է ընդգրկում, 25 երկիր մասնակից։ Անցած տարի 25 երկրից մասնակիցներ են եկել։ Կասեք, երբ է լինելու մոտակա մրցույթը Հայաստանում։ Հունիսին 15-ից 20-ը տեղի ունենալու ուրեմն միջազգային երրորդ արդեն մրցույթը Կովկասի առաջնություն անվանումով, որտեղ կմասնակցեն 35-36 պետություններից ժամանած երաժիշտներ, երգիչներ, պարողներ եւ միջազգային ժյուրիի անդամներ մոտ 30 երկրներից։ Եվ եւս մեկ անգամ ճշտեմ, այ հիմա մեզ նայում են նաեւ ինչու՞ չէ, այտենց նոր են սկսում արթնանալ, որովհետեւ երկիչները այս ժամին քննացել Գիշեր աշխատում։ Գիշեր աշխատում։ Այ հենց նոր արթնացան մի քանիսը եւ ոնց որ sense հետաքրքրեց ինֆորմացիան։ Կարելի է ուղակի, օրինակ, եթե դու կայացած երկիչ կամ երգչուհի ես Հայաստանում նկատունում։ Ոչ միայն Հայաստանում, կարա նաև արտերկրում ճանաչված արդեն սահմանափակ ենք հիմա մոտենում, հա, այսինքն քեզ տեղ գիտեն։ Նա կարող է գալ դիմել ձեզ առանց ոչ մի գումարի, ընդգրկվել ձեր ասոցիացիայում եւ վաղամիսօր ինչու՞ չէ դուք կարող եք առաջարկել, որ այս երկիչը կամ այս երկիչին մեկնի այս ինչ բանատոնում։ Նաև լինում են դեպքեր, երբ որ ասենք երկիչին, երբ որ երկիչը մեկնում արտերկիր, տվյալ մրցույթին, ասոցիացիան նաև ինչ որ չափով հովանավորի իր կեսության հարցը։
Ահա, այդ է ուզում հասկանալ, իր հաշվին է ինքը մեկնում, օրինակ Սարը մեկնում է։ Այո, Սարի հաշվին է շարադարձ է այդ իր հաշվին է մեկնում, բայց Սարին օգնում է նաև Արցախի մշակութային քանի որ հարցը գնաց օգնելու հետ կապված պահը առիթը բաց չթողեմ, ես ուզում եմ Արցախի Հանրապետության մշակույթի երիտասարդության հարցերի նախարարությանը շնորհակալություն հայտնել։ Իդեմս Տիկին Նարինե Աղաբալյանի միջալոց ասեմ, անդադ եմ ասում ու չեմ հոգնում այդ բառերը ասելուց, որ մի հատ հրաշալի նախարար ունենք։ Երևի շատ քիչ ալն որ ասենք այդ բնակավարի մարդիկ որ գովում են իրենց այո, բայց այս տարբերակում համաձայն եմ։ Շատ լավ կին, շատ ճիշտ ուղու վրա ու ճիշտ գործունեություն ծավալող նախարարություն։ Սենց ասեմ, նախարարը իր գործերով պետք է լավը լինի կամ այո, գործին տեղյակին ու կապ չունի։ Մի նախարարով գործին տեղյակ է եւ գիտի ինչ անում։ Շատ տարօրինակ բան եմ ասում, շատ զարմանալի։ Դա կապ չունի ֆինանսական աջակցությունը, ինչ աջակցությունը, ամեն առիթի, ամեն բան կողքս կանգնած են որպես երկչի, որտեղ նրանք էլ գիտեն որ ես պատվով ամեն անգամ ներկայացնում եմ իմ երկիրը, մեր երկրորդ հանրապետությունը ու շատ լավ քաջ գիտակցում են, որ ինչքան կարևոր է դրսում այդ ֆակտորը, որ ասենք այն հարցերին Արցախի ճանաչման են ուղուն, որ չեն կարող ձեռբերել քաղաքական ճանապարհով, բայց մշակույթով միանշանակ ձեռք բերել։ Որտեղ մի հատ փոքր այս բայի հետ կապված մի փոքր էլեմենտ, որ Իտալիան երբ գնացի մրցույթի ընթացքում այդ օրերին, մրցույթները գիտեք միայն կոնկրետ մրցույթային օրեր չեն լինում, լինում են փառատոնի տարբերակով, նույնպես համերգներ են կազմակերպվում այդ բանի շրջանակներում, այդ մրցույթային օրերի շրջանակներում, մի խոսքով տարբեր շատ հետաքրքիր, թող դիմեն ասոցիացիային կհասկանան, կհամոզվեն։ Այո, որ Սարը Իտալիայի հետ կապված ուզում եմ ասեմ, որ երբ այդ շքերթն էր տոնական մրցույթից հետո մենք Հայաստանի պատվիրակությունի հետ կայիների Հայաստանից երկչույններ երկու դրոշներով էինք մասնակցում։ Բնականաբար ես իմ հանրապետության դրոշով Արցախի եւ Հայաստանի դրոշով ու այնքան մարդիկ են մոտենում այս հարցնում։ Հետաքրքիր է, մի պետությունից երկու դրոշ արդեն ճանաչեցին Արցախը, ճանաչեցին, այո։ Իսկ ավելին ասեմ, գալահամերգը Իտալիայում եղավ Հռոմում, Պանթեոնում, շատ հայտնի, շատ արժեքավոր մի հատ տաճարում, որ ամեն մարդ պատիվ չուներ այդ տաճարում ելույթ ունենալու։ Մենք ունեցել ենք այդ պատիվը շնորհիվ ասոցիացիայի ու շնորհիվ մեր հաղթանակների։ Ու ավելին, որ այդ գալահամերգի ժամանակ Պանթեոնում հնչեցվեց, որ հաջորդ կատարումը կներկայացնի չճանաչված հանրապետության Արցախի հանրապետության ներկայացուցիչը։ Դա ինձ համար մեծ հաղթանակ է, դրանից մեծ հաղթանակ ոչ միայն քեզ համար, ես կարծում եմ շատ շատերի համար, շատ հայերի համար։ Ես շինությունի միայն ամբողջական նկարով եմ տեսել։ Ինչ օգուտ ունեք դուք, ես կոնկրետ երկիչ այդ օգուտ ունեմ, որ կարողանում եմ իմ փոքր ներդրումով իմ հանրապետությունը ճանաչելի դարձնեմ աշխարհում մեկ։ Դա շարունակելու եմ անում։ Պիտի շնորհակալություն հայտնենք ձեզ, երբ Սարը պատմեց, գիտեք, մի փոքր բան եմ ուզում պատմել, ես Ֆրանսիայում եմ ու երբ ինձ հարցրեցին որտեղից ես, ասացի Հետո հիշի ես Բելգիայում Արմենիայից, Երևանից, ինձ ասացին այդ ինչ է, ես փորձում եմ ինչ-որ կերպ չգիտեի ոնց բացատրել, երբ ասացի Շարլ Ազնավուր, ասեցին, oui, այսինքն ես հասկանում եմ, որ Քիմ Քարդաշյանն այն ժամանակ այդ շատ վաղուց էր, դեռ չկար, հա, ես ուզում եմ ասել, որ մենք այնուամենայնիվ աշխարհին նվիրել ենք այնպիսի անուններ, որոնք այսօր մեծ ճանաչում ունեն եւ երբ մենք այդ անունն ենք տալիս, ցավոք, բայց նաեւ ի պատիվ մեզ գոնե ճանաչում են այդ անուններով։ Թող որ մենք փոքր ենք, բայց չէ, շատ լավ է որ այդ անունները աշխարհով մեկ ճանաչում են եւ ասոցիացնում են հայերի հետ, բայց ես ասեմ, որ նոր սերունդ է հիմա գալի 21-րդ դար եւ Շարլ Ազնավուր ցավոք սրտի երիտասարդ մի զանգված կա, շատ մեծ զանգված կա, որը անհնար է չիմանալ Արամ Խաչատրյան։ Չէ, դե հիմա ես հիմա ասում եմ ռեալ իրականություն, այսինքն Արամ Խաչատրյանը շատ մարդիկ շփոթում են փողոցի հետ։ Արամ Ասատրյանի հետ։ Արամ Ասատրյանի հետ։ Ես այդ որը մի անգամ։ Չէ, հիմա абսուրդ թեմաների մասին ենք խոսում, բայց այնուամենայնիվ դա կյանք է։ Ռեալ մենք կորցնում ենք շատ արժեքներ, կորցնում ենք։ Եւ այսպիսի մրցույթների, այսպիսի կատարումների եւ այսպիսի անձնավորությունների եւ ոչ միայն Սարի, այլ նաեւ Արմանի, ինչու նաեւ։ Դե որպես երաժիշտ Չէ, մարդը փորձում է լավ բան անել։ Եվ որ իրանք ուրեմն Սարը Իտալիայում էր, նաև Լիլիթ Համբարձումյանն էր մեկնել Սարի հետ կրկին դասական երգչուհի, մեր նույնպես ասոցիացիայի միջոցով։ Երբ որ իրանք Հռոմի Պանթեոնում ուրեմն ելույթ էին ունենում, ես Հայաստանից զանգահարեցի ուրեմն Վատիկանում Հայաստանի դեսպանություն եւ խնդրեցի նրանց, որպեսզի այցելեն Պանթեոն, որ մեր երգիչները իրենց լավ զգան։ Եվ շատ ողջևորվեցին նրանք։ Եվ շատ ողջևորվեցին, ներողություն խնդրեցին, քանի որ դեսպանը ուրեմն քաղաքում չէր, երկրում չէր։
ես խնդրեցի, որ գոնե որևիցե, ասենք, փոխարինողը ով կլինի դեսպանատնից ներկայանա այդ համերգին, որ մեր հայերը իրենց լավ զգան օտար երկրում գտնվելով։ Դա նույնպես ոգևորում է եւ իհարկե Պարոնեք, շատ երկար կարող ենք զրուցել եւ հետաքրքիր թեմա է։ Ես մի լրացում էլ անեմ, որ Սարը այս տարվանից արդեն ասոցիացիան Սարին ներկայացնում է որպես միջազգային ժյուրի անդամ, արդեն մարտ ամսին Բուլղարիայում եւ մարտի վերջին Չեխիայում արդեն միասին կլինենք ժյուրիի կազմում։ Իսկ ապրիլին արդեն Սարը կմասնակցի Լիտվայում եւ Լատվիա, Շվեդիա։ Ես արժեքում բոլոր բաղկացերը հիմա չբացենք, որովհետեւ կարծում եմ առիթ կլինի դեռ հանդիպելու։ Չէ, կարող բացենք, որովհետեւ շատ պլաններ Այո, կարծում եմ առիթ կլինի դեռ հանդիպելու։ Ես ուզում շնորհակալություն հայտնել ձեզ ձեր գործի համար եւ ոչ միայն ձեզ երկուսիդ, այլ ընդհանուր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին եւ այն մարդկանց, ովքեր որ ընդգրկված են այս ծանր, բայց շատ օգտակար մեր երկրի համար։ Մենք փորձում ենք մեր մշակույթը ինչքանով կարում ենք բարձր պահել։ Ու անշահախնդիր։ Առաջին անգամ ենք ձեր հեռուստատեսության եթերում, ուզում ենք շնորհակալություն հայտնել։ Դրա համար մի անգամից ենք հարձակվել ենք, ընդհանուր եկել ենք մի անգամից ամեն ինչ։ Մի մասը կթողեք, մեկ ընթացքում դա յուրաքանչյուր ծրագրում մի մասը չի մեդալները աչք է դրել։ Ցավոք սրտի, այո, մեր եթերաժամը սպառվեց, բայց այո, ես կարծում եմ դեռ առիթներ կլինեն եւ անպայման կարադառնանք կլուսաբանենք ամենակարևորը, այնինչ տեղի է ունենում Հայաստանից դուրս, բայց մեր երաժշտների հետ։ Սա այն դեպքն է, որ չեմ ասում, եթե մենք հաղթանակ ունենանք, հաղթանակից հետո կգաք մեզ մոտ։ Այո։ Միանգամից լուսաբանելու ձեր հաղթանակները։ Իսկ մեր երաժշտատողներին ուղղակի ուզում ենք մաղթել լավ օր, լավ տրամադրություն, ամենակարևորը չի հիվանդանաք եւ հույսով եմ, որ կհանդիպենք արդեն մյուս շաբաթվա սկիզբ, երկուշաբթի օրը եւ կասենք բարի լույս եւ կսկսենք օրը նորից բնականաբար։ Շնորհակալություն քեզ նույնպես Անուշ։ Քեզ նույնպես Ռաֆ, շնորհակալություն հեռուստադիտողին, որ այս 2 ժամերի անցկացրեց սկսենք նորիցի հետ։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ՌՄ-ին շնորհակալություն հայտնել իմ ամենօրյա արտաքին տեսքի համար եւ հիշեցնել, որ այն գտնվում է տպագրիչների 5 հասցեում։ Իսկ դες սիրելի հեռուստադիտող, հաճելի օր եմ մաղթում այս ամբողջ օրվա ընթացքում եւ մի մոռացեք հաճախել երբեմն ներկայացումների։ Տեսություն։ Ինչ որ մի բան ունի մեջ, գիտեք, ֆայա ոնց է ներկայացում։ Տեսություն։